Ողջույն բոլորին, սիրելիներս, այս անգամ ձեզ նորություն եմ բերել, չգիտեմ ուրիշ տեղ հանդիպել եք թե ոչ, բայց իմ մտքով անցել է, ամուսնուցս թարխուն ուզեմ և թարխունի հյութ պատրաստեմ, կոմպոտ այսպես ասած։ Ընտրել եմ արևի տակի հասած թարխունը, հիմա առանձնացնում եմ, մաքրում եմ ավելորդ պոչի հատվածը, տերևները և դնում եմ ջրի մեջ մի 10 րոպե մնա։ Դրանից հետո լավ ծորակի տակ լվանալու եմ և հետո կքամեմ, կթողնեմ, որ ցամաքի։ Սիրելիներս, թարխունը ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ է, անոթները ամրացնող, մարսողությունը բարելավող հատկություն։ Շատ են օգտագործում մարսողության խանգարումների դեպքում և կարող եմ ասել համեմատած նանային, թարխունը ճնշման հետ որևէ կապ չունի, ոչ իջեցնում է, ոչ բարձրացնում։ Մի խոսքով առաջին անգամ եմ պատրաստելու։ Դե թարխունի լիմոնադին բոլորս ծանոթ ենք և կարծում եմ հասկանում ենք նաև, որ դժվար թե թարմը թարխունով պատրաստած լինեն, բոլորը պատրաստվում են համի էսենցիայով և գունաներկով։ Այստեղ մոտավորապես վերցրել եմ կաթսա, որի մեջ կտեղավորվի 8 լիտր ջուր, ավելացնում եմ շաքարավազը, ուրեմն եթե 3 հատ 3 լիտրանոց բանկայով պահածոյացնեմ, կստացվի յուրաքանչյուր բանկային 2 լիտր 600 գրամ ջուր և մի քիչ պլյուս մինուսով և 300 գրամ շաքարավազ, հիմա այստեղ փոշմանեցի և վերցրեցի 2 լիտրանոց բանկաներ, միևնույն է կստացվի ոչ թե 3-ը, այլ 4-ը։ Յուրաքանչյուր բանկայի մեջ տեղավորում ենք 1,5 կապ թարխուն։ Ես մտածում եմ, նանայի պահածոն երբ արել էի, այսպես մոխիտո էի պատրաստել, շատ համեղ էր, բայց ես զգացի, որ բանկաների մեջ նանան մի քիչ եմ դրել, չեմ հիշում հիմա ինչքան էի դրել, բայց շատ համը ուժեղ չէր։ Դրա համար որոշեցի, որ այստեղ պետք է 1,5 կապ դնեմ և թթվայնության համար մի շերտ լիմոն։ Լիմոնն էլ պետք է շատ չլինի, որպեսզի ոչ դառնա համ գա, ոչ շատ տհաճ թթու։ Մինչև պահածոյի շաքարաջուրը կեռա, օշարակը կեռա, կպատրաստեմ նաև տան համար, պետք է փորձենք, թե ինչպիսին է, դուրներս գալիս է թե ոչ, արժե նորից պահածոյացնել թե ոչ, մի խոսքով տնավարի ասած, սա պրոբի համար է։ Ուրեմն լցնում եմ նույն բաղադրիչները, եռման ջուրը լցնում եմ վրան, մի փոքր ափսե կդնեմ ու կսպասեմ մինչև հովանա, դե հետո կտեղափոխենք սառցարան, որպեսզի արագ սառի և համտեսենք։ Եթե բոլորից դուրը եկավ, բնականաբար կպահածոյացնեմ ևս մի քանիսը։ Գունաներկ չեմ խառնելու, թեպետ նանան պահածոյացնելուց խառնել եմ, թող ինքն իր բնական գույնով մնա, ինչ գույն կտա, դեղնավուն պետք է լինի, ուրիշ գույն հնարավոր էլ չի։ Այսպես կթողնեմ մինչև կսառի, մի հատ խառնում եմ շաքարավազը խառնվի ու դնում ենք կողքի։ Սիրելիներս, թարխունը իր մեջ պարունակում է նաև եթերայուղեր, վիտամին C, օգտագործվում է նաև կոսմետիկ միջոցների մեջ, կարող եք տրորել և դիմակներ պատրաստել մաշկի համար։ Արդեն շաքարաջուրը եռաց, հիմա լցնում եմ բանկաները և կպահածոյացնեմ, պտտելու ընթացքը, կափարիչը փակելու ընթացքը ցույց չեմ տալիս, զակատելուց գետնի վրա եմ զակատում և հարմար չի ձեռքով պահելը ու նկարելը, մի խոսքով բոլորիս էլ պարզ է, թե ինչպես ենք պահածոյացնում։ Թեթև ծածկոցով կծածկեմ, որպեսզի եռը կանաչին իր մեջ առնի, եփվի և առամատը լավ տա ջրին, հետո կբացեմ ու կտեղափոխեմ մառան։
Անցած տեսանյութում, երբ Նանայի ցողունները չորացրել էի ձուկը եփելու համար, շատերը առաջին անգամ էին դիտել, դա իմ մտահղացումն էր: Ես արել էի էլի, այս անգամ կրկնեցի ու ձեզ ցուցադրեցի: Այս անգամ էլ, սիրելիներս, ցույց տամ, որ պարտադիր թարխունն եմ պահում, 30 տարուց ավել կլինի: Թարխունն էսպես չորացնում եմ ցողուններով, հետո վերջում, երբ չոր է լինում, պահում եմ ապակե տարայի մեջ, երեսը կրիճկայով փակում եմ ու մի քիչ խոշոր աղ եմ լցնում բանկայի մեջ, որպեսզի հանկարծ չցեցոտի: Եվ ձուկը եփելու ժամանակ շարում եմ տապակի ներքևի մասը, հետո նոր դնում եմ մնացած բաղադրիչները: Շատ համեղ է ստացվում, անփոխարինելի համ է ունենում ձուկը: Ահա, սիրելիներս, կարճ տեսանյութ է, բայց բավականին շատ տեսականի ներկայացրեցի: Շնորհակալ եմ, որ իմ ալիքում էիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում: